Մենք շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ եւ ժամանակն է ներկայացնել մեր հյուրին շատերը գուցե իսկ արդեն վստահաբար սպասում են, որ այո, մեր հյուրը լինելու է թատրոնի ներկայացուցիչ, իսկ դա հենց այդպես է սիրելի հեռուստադիտողներ, բայց մինչ այդ, մինչ նրան ներկայացել ասենք, որ ամեն տարի թատրոնի միջազգային օրը մարտի 27-ին տեղի է ունենում արտավազդ մրցանակաբաշխությունը։ Ավելի մանրամասն խոսելու ենք մեր հյուրի հետ։ Այո, այդ իսկ առիթով հյուրընկալել ենք Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին, բարի լույս։ Բարև ձեզ։ Եվ իհարկե շնորհավոր, պարոն Ղազանչյան։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար, հենց հատկապես այս օրը եւ նաեւ առիթից ուզում եմ օգտվեմ, շնորհավորեմ մեր սիրելի հանդիսատեսին, իմ սիրելի գործընկերներին, բոլորիս, որովհետեւ թատրոնը լինելով ունիկալ արվեստ, լինելով իր տեսակի մեջ միակը, ըստ էության, որը ներառում է իր մեջ մնացած բոլոր արվեստի տեսակները, շարունակում է Հայաստանում զարգանալ, շարունակում է զարմացնել, շարունակում է ի հայտ բերել նոր անուններ, պես որ ես շատ ուրախ եմ եւ սրտանց շնորհավորում եմ բոլորիս, իրոք սա շատ պատվավոր տոն է։ Շնորհակալություն, պարոն Ղազանչյան, մի ամբողջ տարի երևանյան ու մարզային թատրոնները աշխատում են, փորձեր անդադար, պրեմիերաներ, հյուրախաղեր, մենք են գնում, նրանք են գալիս, բայց սա այն եզակի ու շատ կարևոր օրերից մեկն է, երբ մի տանիքի տակ հավաքվում են Հայաստանի Հանրապետության բոլոր թատրոնների ներկայացուցիչները, թվով գուցե 500-ից 600 ավել արվեստագետ մարդիկ հավաքվում են ու միասին տոնում են շատ կարևոր մի գաղափար թատրոնի միջազգային օրը։ Բայց տոնելուց զատ նաև շատ ու շատ դերասաններ, ռեժիսորներ, նկարիչներ, մի խոսքով, ովքեր որ նոմինացված են, նաև շոյվում են ստանալով մրցանակներ այսօր։ Եկեք սկսենք արտավազդ մրցանակաբաշխությունից խոսել եւ հասկանանք ում է նվիրված եւ որտեղ է այս տարի կայանալու միջոցառումը։ Արտավազդ մրցանակաբաշխություն, ինչպես գիտեք, ամեն տարի մենք նվիրում ենք հայ բեմարվեստի անվանի ներկայացուցիչի, հիմնականում երբ որ այդ հայ թատրոնի երախտավորի որևէ հոբելյան է այդ տարի եւ այս տարի իհարկե մենք ունենք բավական պատասխանատու հոբելյան, Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակն է, ինչը իհարկե չէր կարող վրիպել մեր ուշադրությունից եւ այս տարի արտավազդ մրցանակաբաշխությունը մենք նվիրում ենք Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին ու բնականաբար կլինի նաև Մետաքսյա Սիմոնյանի անվան մեծ արտավազդ մրցանակ, որը նույնպես կհանձնվի բեմում կհանձնի Մետաքսյա Սիմոնյանի որդին։ Պես որ իսկ մնացած այո մոտ 50 ներկայացում փորձագետների խումբը նայեց մի քանի ամսվա ընթացքում նրանք ուրեմն կազմեցին շորտ լիստը, երկրորդ փուլ անցած աշխատանքների ցանկը եւ արդեն նոր ժյուրին դիտեց այդ երկրորդ փուլ անցած աշխատանքները եւ երեկոյան նրանք արդեն ժյուրին որոշումը կայացրել է ձեզ ամենայն անկեղծությամբ ասեմ ես ինքս էլ տեղյակ չեմ դեռ որովհետեւ երեք ես լրիվ ընդհանրապես միության նախագահը ավելի շատ տեխնիկական հարցերով է զբաղվում շատ գումար հայթայթել ճամփորդություններ իդեպ ասեմ որ Թբիլիսի հայկական թատրոնն էլ պետական ամեն տարի մասնակցում է եւ ժյուրին մեկնում է Թբիլիսի մի խոսքով այսօր կիմանանք արդյունքները նախապես ոչինչ ասել չեմ կարող ընդամենը ես ուզում եմ շնորհավորել այս դեպքում նաև շորտ լիստ անցած աշխատանքներին որովհետև երբ որ երկրորդ փուլ անցնում ես արդեն իսկ դա լուրջ գնահատական է արդեն իսկ նշանակում է որ քո աշխատանքը ինչ որ բան արժի Պարոն Ղազանչյան, գանք ակունքներից արտավազդի, ինչպես ստեղծվեց արտավազդը, ինչ ճանապարհ անցավ եւ ինչ զարգացում ունեցավ եւ ամենակարևորը ինչ կետում է հիմա։
Դե արտավազդի ասենք սա 25-րդ արտավազդն է լինելու այս տարի, բայց ստեղծվեց 26 տարի առաջ, դե 1 տարի չեղավ արտավազդ, որովհետև COVID-ն էր, եւ այդ տարի ընդհանրապես արգելվեցին մշակութային միջոցառումները, դա մտածվեց Երվանդ Ղազանչյանի կողմից եւ ես հիշում եմ առաջին արտավազդը, ես հիշում եմ, ես հանձնվեցին մրցանակները թատերական գործիչների միության բեմում, շատ փոքրիկ անկյունում, հիշում եմ առաջին մրցանակակիրներին Արտուր Ութմազյան, Մուրադ Ջանիբեկյան, Ժիրայր Դադասյան, Վահե Շավերդյանի ներկայացումը, ստացավ ճանաչվեց լավագույն ներկայացում, առաջին մրցանակաբաշխության որոշումը կայացրեցին ժուրնալիստները, դա էլ եմ հիշում, այն ժուրնալիստները, որոնք գրում էին թատրոնի մասին, որոնք հաճախ էին լինում թատրոնում, մի խոսքով եւ ճանապարհը որ հարթվեց, տարեց տարի այն ավելի ընդլայնվեց, արտավազդ անվանակարգերը ավելացան եւ արդյունքում իդեպ ասեմ, որ պարտադիր չէր, որ այն տեղի ունենար մարտի 27-ին։ Իմ նախագահ դառնալուց հետո ես մտածի, որ ճիշտ կլինի, որ դա լինի թատրոնի միջազգային օրը, որպեսզի նաեւ հանրությանը ասենք, որ այսպիսի տոն կա, այսպիսի օր կա, թատրոնի օր կա եւ այդ օրը մենք բոլորս հավաքվում ենք, նշում ենք, տոնում ենք եւ ամենակարևորը հանրությանն ենք ներկայացնում լավագույն աշխատանքներ, իսկ դրանք կան, ուրախություն մեզ բոլորիս դրանք կան եւ ինչի համար ես հանդեպս շատ ուրախ եմ։ Պարոն Ղազանչյան, ինչպես է ձևավորվում ժյուրիի խումբը եւ արդյոք միայն ժյուրիի անձնակազմում տեղ են գտնում այն մարդիկ, ովքեր ոլորտի ներկայացուցիչներն են, թե ունենք նաեւ գրականության մասով մասնագետներ, ունենք լրագրողներ, նաեւ ինչպես է կազմում եւ հատկապես ինչն է կարեւոր շեշտադրում ունենում այս դեպքում։ Գիտեք, ժյուրի կազմը, ժյուրին ընտրելը ամենաբարդ ուրեմն հատվածն է այս ամբողջ process-ում արտավազդ մրցանակաբաշխության։ Ինչու՞։ Որովհետև նախարժանի մարդիկ շատ կան մեր թատերական ասպարեզում, որ կարող են ժյուրի անդամ լինել, բայց խնդիրն այն է, որ նրանցից ոչ մեկը պետք է փոխկապակցված չլինի որևէ թատրոնի հետ, որը աշխատանք է ներկայացնում։ Սա օբյեկտիվությունը ապահովելու համար եւ ժյուրիի, ինչպես նաեւ փորձագետների կազմը հաստատում է վարչությունը, որոշում է վարչությունը, թատերական գործիչների միության եղել են դեպքեր, որ կարող է գրականագետ լինել, կարող է գրականագետ, կարող է արվեստաբան լինել, եղել են նման դեպքեր, բայց հիմնականում Թատերագետ նաեւ թատերագետը ես համարում եմ մեր թատերական ոլորտի մարդ, մեր դաշտի անձնավորություն, այո, եւ մենք փորձում ենք այնպես անել, որ նաեւ դերասան լինի, նաեւ բեմադրիչ լինի։ Իհարկե լինում են թատրոններ, որոնք այդ տարի ոչինչ չեն ուզում ներկայացնեն եւ մենք այդ թատրոնի բեմադրիչին արդեն խնդրում ենք, որպեսզի նա լինի, օրինակ ինչպես օրինակ Ժիրայր Դադասյանն էր այս տարի, այդպես մեն փառատոնի տնօրեններ, տանենք Արտուր Ղուկասյանը այս տարի Հայֆեստի տնօրենը կար, դե Վահանը Բադալյան կար, բեմադրիչ է, նաեւ գեղարվեստական կենտրոնի տնօրեն, մի խոսքով ամեն դեպքում աշխատում ենք այնպիսի մարդիկ ընտրել, որոնք որոշակի շրջաններում հեղինակություն են։ Թույլ տվեք մի փոքր այսպես ներխուժել ներքին խոհանոց ու իսկապես հետաքրքիր է
մեծ լարվածությունից եւ գործի բերումով շատ ակտիվ լինելու հաշվին մեր ժյուրիի անձնակազմը ամբողջ կազմով հասցնում են արդյոք լինել նաեւ մարզային թատրոններում եւ ամբողջ կազմով դիտել ներկայացումները։ Սա կարծում եմ շատ կարեւոր է, որովհետեւ երբեմն իհարկե լինում են դեպքեր, երբ շատ լուրջ ու կարեւոր պատճառներով ժյուրիի այս մարդ օրինակ չի կարողանում ներկա լինել ներկայացմանը։ Ոնց ենք այս հարցը Մենք լուծում, փորձում պարոն ենք Ղազանյան։ անել այնպես, որպեսի նման դեպքեր չլինեն, բայց ելնելով աշխատանքային բնույթից մարդկանց կոնկրետ կարող է 2-3 օրով երկրից բացակայել այդ պայմանում լինում են դեպքեր, որ ժյուրիի 1-2 անդամ չի լինում, բայց այդ դեպքում ներկայացումը նայելու մեկնում ենք Թատերական գործիչների միության նախագահը եւ նրա տեղակալը եւ նրանց կարծիքը անպայման փոխանցվում է ժյուրիի ուրեմն կազմին, ժյուրիի քննարկմանը, այնպես որ նման դեպքեր լինում են, հետո գիտեք ինչ, եթե որևէ տեղ արժանի աշխատանք է լինում, 3 ձայնը արդեն նշանակում է, որ այդ աշխատանքը կստանա արտավազդ մրցանակ, այսինքն մինիմում 3 մարդ պետք է պարտադիր դիտի։ Եվ գիտեք ինչ, մեր մոտ հանդեպս այնպես է, որ լավ աշխատանքը բոլորը տեսնում են, որ դա լավ աշխատանք է։ Եթե թերի աշխատանք է ինչ որտեղ բոլորը դա տեսնում են, այնպես որ այս հարցում մենք փորձում ենք օբյեկտիվությունը պահպանել եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս դա այդպես լինի։ Ամեն դեպքում արտավազդը տալիս են, ինչպես եւ բոլոր մրցանակաբաշխություններում աշխարհի տալիս են մարդիկ։ Ինչպես ասում են, իդեալական է միայն Տեր Աստված, իսկ մարդը դատում է իր սուբյեկտիվ բնավորությամբ։ Եվ ամեն անգամ հիմա այդպես է կարգը, այլ կերպ չես կարող, այլ ճանապարհ, այլ ուղի չկա դրա։ Եվ մենք անընդհատ ամեն տարի ընդունելով ինչ որ բաց թողումներ, թերություններ, անընդհատ թարմացնում ենք արտավազդի կանոնակարգ, այնպես որ դա դոգմա չի, այդ օրենքը այն անընդհատ թարմացվում է, անընդհատ բերվում է օբյեկտիվ վիճակի, բայց ելի եմ ասում, մարդիկ են տալիս մրցանակը։ Դուք գիտեք, Օսկարից հետո էլ ինչ հոդվածներ են դուրս գալիս, ինչ նեղացածություններ են լինում, ինչ բոյկոտներ են լինում, ասեմ մրցանակաբաշխություն է, ուրիշ կերպ չի։ Եվ որոշում են մարդիկ։ Պարոն Ղազանյան, եւ վերջում հետաքրքիր է այս տարի նոր անվանակարգեր ունենք, թե ոչ։ Չէ, նոր անվանակարգեր չկան եւ ինչպես որ գիտենք, իմջած ասեմ, ժյուրին ուներ դրա իրավունքը անվանակարգեր ավելացնելու կամ կրճատելու կամ փոխելու, ասենք ժյուրին ունի, բայց այս տարի բոլոր անվանակարգերը մնացին, պահպանված են, պես որ հնարավոր է որևէ անվանակարգում չտրվի, հնարավոր է, բայց դա դեռ չգիտեմ, դա երեք որոշումը երեկոյան է ընդունվել, ես այսօր կիմանամ, գոնե դա կիմանամ ես այսօր մինչև արտավազդը, դա այն պարագայում է լինում, երբ որ աշխատանքը 3 ձայն չի հավաքում, բայց երբ որ դա համընդհանուր ժյուրիի կարծիքն է լինում, դե ամեն դեպքում ժյուրին քննարկումներ անում է, այսինքն իրար հետ հանդիպում են, վերջին հաշվով ճանապարհ են գնում ժամերով, Թբիլիսիում դրանք մեքենայի մեջ սա քննարկում են ինչ որ հարցեր հնարավորապես, բայց անվանակարգերը պահված են։ Շնորհակալություն։ Այո, ես եմ շնորհակալություն հայտնում եւ ուզում եմ ամենակարևորն ասել, որ այս տարի մեր հովանավորը Երևանի քաղաքապետարանն էր եւ մենք շատ շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին, պարոն Ավինյանին, որ օգնեց, որպեսզի մեր այս տոնը, այս տարվա տոնը կայանա, շատ շնորհակալ ենք։ Գեղեցիկ եւ տոնական օր եմ մաղթում ձեզ, պարոն Ղազանյան, շնորհակալություն, որ առավոտը մեզ հետ էիք։ Մենք շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, սա Առավոտ լուսոն է, մնացեք մեզ հետ։